ոնց որ բաներ կա, որ դու մենակ քո փորձը ունենալով քո պատկերացումների մեջ ձևավորում ես ինչն անորմա կախված նրանից, թե ինչի ես դու հանդիպել քո կյանքում, то есть քո ամբողջ փորձը այդ կարա լինի եթե հարաբերությունների տեսանկյունից վերցնենք, կարող է դու կյանքումդ մի հոգու հետ շփվել, կարող вообще ոչ մեկի հետ չշփվել, ու կարող 20 հոգու հետ շփվել կամ 100 հոգու հետ շփվել, ական չի։ Բայց եթե օրինակ դու շփվել ես կամ լավ, ամենա մինիմումից սկսենք, եթե դու ոչ մեկի հետ չես շփվել ու քո առաջի հարաբերություններն են, դու ենթագիտակցորեն թեկուզ համեմատելու բան չունես։ Չեմ ասում, որ դու դնես համեմատես մարդկանց, այլ նկատի ունեմ մարդու պահվածքը, դու ինչ որ տեսնես, դու իրանն էլ ես այդ ընկալելու որպես միակ բան այդ պահին ու այն ինչ որ դու իր հանդեպ զգաս, այդ էլ դու էլի համեմատելու բան չես ունենալու, որ հասկանաս, թե դու քո մաքսիմումով ես այդտեղ ամեն ինչ զգում, թե չէ, եւ այլն եւ այլն։ Եթե ընդհանրենք դու շփվել ես մի հոգու հետ, դու արդեն ունես ինչ որ համեմատելու բան, բայց քո աշխարհը մեկը սահմանափակված է այդ մի հոգով, ում հետ որ կարաս համեմատես, էլի, ու էլի եմ ասում, բայց вообще ուղիղ համեմատություն տանելու մասին չի, այլ խոսքի էմոցիաների ինչ որ մինիմում, մաքսիմում, вообще ինչ էմոցիա ես դու ստանում այդ մարդուց ու ինչ ես տալիս։ Այդ դեպքում այդ մեկի հետ կարաս համեմատես, որտեղ ինչ որ չափով արդեն քեզ բացահայտել ես դու ինչքան ես ընդունակ եւ այլն եւ այլն։ Բայց փաստացի ստացվում է вообще նենց չի, որ ինչքան շատ մարդու հետ շփվես, այնքան ավելի པարզ կարաս պատկերը տեսնել ինչ որ չափով, որտեղ դու կարաս շփվես թեկուզ 200 հոգու հետ ու 201-րդի հետ շփվելուց դու ոնց որ ունես քո այն 200-ի փորձը ու այդ մարդիկ իրարից տարբեր են, ենթադրենք, բոլորը ունիկալ են, բայց այն 201-րդը կարա լրիվ ուրիշ լինի ու միևնույնն է դու ինչ որ բացահայտելու բան ունենաս ու ինչ որ բաներից շոկ ապրես, ոնց որ օրինակ պարզ է 200-ը ինչ որ նենց պրոստը շատ մեծ թիվ եմ ասում, որ բանը լինի, տենց վառ տարբերությունն է երևա էլի այդ քչի ու շատի, բայց ոչ նկատի ունեմ, որ ոնց որ դաժե եթե քեզ թվում է թե դու շատ փորձ ունես, մեկա դու կարող ես մեկ այնց մարդու հետ շփվես, որ դու ճոգես, որ քո այդ շատ փորձը քեզ առանձնապես բան չի տալիս, որտեղ այս մարդը քո համար լրիվ ինչ որ նոր բան է, ոչ թե այն տեսանկյունից թե դու ինչ էմոցիաներ ես զգում, այլ թե այդ մարդուց ինչ ես ստանում։ Ու օրինակ ինձ թվում է շատերի մոտ ինչ որ վատ փորձերի, նո անվանենք վատ, հա, ինչ որ ծանր փորձերի արդյունքում հետո մարդիկ ինչ որ լավ վերաբերմունք ստանալուց, ավելի ինչ որ adekvatություն տեսնելուց մի քիչ կարան շոկի ենթարկվեն ու դաժե կարող է սկզբի շրջանում հակված չլինեն հավատալու, որ իրոք ամեն ինչ տենց adekvat է։ Ես տենց մարդկանց գիտեմ, ովքեր բախվել են նման բանի, երբ որ մեկի հանկարծ adekvat մարդու հետ են սկսում շփվել ու զարմանում են։ Ու ինչ որ չափով ես ինքս էլ եմ իմ կյանքում այդ զգացել, որ ինչ որ փորձեր ունենալուց հետո մեկի շփվում ես մարդու հետ, որ նենց ռեակցիա տալիս, որը որ պրինցիպի դու կուզեիր ստանալ, բայց քո նախորդ փորձերի պատճառով դու չես հավատում, որ այդ հնարավոր է ստանալ, որտեղ դու որ միշտ այդ ստացել ես այն նախորդ փորձերի բան էլի ռեակցիան դու տենց արդեն ձևավորել ես քո նորման, քո պատկերացումների մեջ էլի ու արդեն ընդունել ես, որ դե մարդիկ սենց են ռեակցիա տալիս, ոչ թե այդ մարդիկ են հենց տենց ռեակցիա տալիս, այլ առհասարակ նման իրավիճակներում ինչքան է ես չէի ուզի, բայց ռեակցիան էս է։ Ու երբ որ այդ չի լինում, այլ լինում է այն ինչ որ դու իրականում կուզեիր ստանալ, դու սկսում ես մտածել, դու ես մարդ աչքից նույնն ազգում ինչ որ են նրանք, բայց թաքցնում է
որ խոսքի ինձ հուշ չանի, ինձ չնեղացնի եւ այլն, բայց իր մեջ մեկը կուտակվում է։ Բայց իրականում կա շոտիկի հույս, որ միգուցե այդպես չի։ Որ միգուցե այն ինչը որ միշտ նույն արձագանքին է արժանացել, այս մարդու դեպքում իրոք ինքը այդտեղ խնդիր չի տեսնում։ Ու ես ինչ որ վատ բաների մասին չեմ ասում, էլի, տենց որ явный խնդիր, ապտի խնդիր տեսնեն մարդիկ, չեմ ասում էլ ինչ որ դավաճանություն կամ նման մի բան, այլ ավելի ինչ որ պարզ բաներ, որտեղ դու անում ես X գործողությունը, որտեղ այդ պահին դրա կարիքը ունես, ու քո համար այդ կարևոր է։ Ու հանկարծ հանդիպում ես մարդու, ով որ այդ պահին նայում է այն տեսանկյունից, որ այդ քո համար կարևոր է ու քեզ գնահատելով ու սիրելով բավարարվում է այդքանով, ոնց որ այդ է որպես հիմք ընդունում, որ այս մարդու համար կարևոր է, ուրեմն երևի պետք է ինքը այդ անի։ Բայց քանի որ նախորդ փորձերում դու բախվել ես նրան, որ նման իրավիճակում, երբ որ քո համար կարևոր է, մարդիկ տվել են այն ռեակցիան, որ խի է ինքը նայում իր կարևորության տեսանկյունից, ոչ թե մեր կարևորության, դրա համար դժվարանում ես հավատաս, որ հիմա սա օքեյ է։ Ու այդ որ դու նայում ես քո կարևորության տեսանկյունից, ոչ թե ձեր ընդհանուր, այդտեղ ես պրետենզիան կարամ հասկանամ մարդկանց, եթե դու տենց անում ես միշտ, դες դու երբեք չես նայում ձեր ընդհանուր տեսանկյունից, բայց եթե դու ընդհանուր առմամբ ներգրաված ես ձեր հարաբերությունների մեջ, ու մտածում ես համ դիմացինի մասին, համ ձեր հարաբերությունների մասին եւ այլն, բայց ինչ որ պահերի բաներ կա, որ քո համար է կարևոր ու դու այդ ուղղությամբ ես նայում արդեն մենակ քո տեսանկյունից, ու չեմ ասում նենց ինչ որ չոր նայես, որ խոսքի ասես, ես սենց եմ անելու ու վсё։ Այլ էլի ոնց որ քեզ պայես նենց ոնց որ մարդ, ով որ իրան չի կտրում հարաբերություններից, բայց ամեն դեպքում հայտնես, որ այս ինչ բանը ուզում ես անել, ու մեկ էլ հանկարծ ստանում ես adekvat ռեակցիա։ Ոնց որ շատ տխուր է իրականում, էլի որ ու էլի եմ ասում, մենակին փորձով չեմ ասում, լիքը մարդկանց տենց գիտեմ, ովքեր լավին չեն կարում հավատան։ Այդ շատ տխուր է իրականում, էլի որ բախվում ես կյանքում ինչ որ անառողջ իրավիճակների, ու այդ անառողջ իրավիճակներն են ձևավորում քո պատկերացումները հարաբերությունների մասին, բայց ես դաժե օրինակ եմ բերում հարաբերությունները, բայց երևի լյուբոյ բնագավառում է տիկա, թե գործնականի մեջ, թե ընտանիքի մեջ, օրինակ գործնականն էլ է հիմա մտքից գալիս, որ մարդիկ դա էլի փորձի պահը կա, որտեվ վերջերս կակրաս տենց քննարկում ունեի ընկերներից մեկի հետ, ով որ ունի աշխատողներ ու ինքը շատ ինչ որ բարի ու ընկերական մթնոլորտ է պահում աշխատողների հետ, որ երբ որ նույն միտքն անում էր, որ երբ որ մարդիկ արդեն ունենում են ինչ որ փորձ ուրիշ օֆիսներում աշխատելու ենթադրենք, ու տեսնում են вообще օֆիսային կյանքը ոնց է, որ տենց մեծ հաշվոսաղ իր վրա թքած ունեն, սաղ ֆիքսված են նրա վրա, որ արագ անես գործդ, չեն նայում դու ինչքան հավեսով ես անում եւ այլն, կարևոր է որ շուտ լինի, ու նման բաներ։ Ու ինչ որ խստություն կա եւ այլն։ Ու երբ որ դու ունենում ես այդ փորձը, զգում ես այդ դրա բացասական կողմերը, հետո երբ որ հայտնվում ես ինչ որ ավելի ընկերական միջավայրում, տենց աշխատանքային, դու այդ համեմատությունը ունենում ես անելու ու գնահատում ես։ Բայց երբ որ քո առաջին իսկ փորձը լինում է այն, որ դու հայտնվում ես այդ ընկերական միջավայրում, բայց դու ունենում ես լիքը տարբեր տեղերից լսած պատկերացում, թե ոնց է աշխատանքային իրականությունը, որ պետք է խոսքի, ոչ իմ տնօրենը որ վատ մարդ է որպես կանոն, տենց արդեն քեզ ականջիդ հետ է նստել, որ տնօրենները վատն են, պետք է մաքսիմալ քամես, որտեվ իրանք քեզ են փորձում քամեն, դες եթե կաս գործ չանես, գործ մի արա ու տենց քեզ ավելի բան զգա, կրուտոյ զգա, ու երբ որ այդ պատկերացումներով մարդիկ ընդունում են գործի,
ու հայտնվում են ընկերական միջավայրում, իրանք չեն ունենում այդ ունակությունը գնահատելու այդ ընկերական միջավայրը, որտեղ իրանք գիտեն, թե այ հենց այդից է պետքա բանել, քամել սաղին։ Իսկ երբ որ էլի են հարաբերությունների պես բերածս օրինակով, դու արդեն ունենում ես ինչ-որ փորձ բացասական բաներ զգալու, երբ որ հայտնվում ես այդ ընկերականում, սկզբից քո հավատն չի գալիս, որ սաղն հենց ոնց որ կատույց քեզ էլի թվում է, որ սենց ուղղակի ցույց են տալիս, բայց իրականում տակը մի բան կա թաքնված։ Իհարկե կարա տենց էլ լինի, այդ էլի բոլոր բնագավառներում կարա տենց էլ լինի, կարա լինի, որ քեզ թվա, բայց իրականում պարզի, որ տենց չի։ Բայց իմ օրինակը հենց նրա մասն է, որ մեկ էլ հանկարծ հայտնվում ես ինչ-որ լավ տեղում։ Ու տխուր է, որ դու չես կարող, ոչ տխուր է, որ չես կարող, այլ տխուր է, որ նենց ամեն ինչ դասավորվում, որ դու դժվարանում ես ինչ-որ լավ բաների մեջ տեսնել անկեղծություն ու մաքրություն, ավելի հակված ես ինչ-որ պատվող սպասել այդ ամեն ինչից։ Բոլորիվ նույնձև տխուր ու ցավոտ է, երբ որ դու ես ինչ-որ մեկին տալիս լավը ու լինում ես անկեղծ, ցույց ես տալիս ամեն ինչ ոնց կա ու պրոստը այդ մարդուն սիրելով ու գնահատելով ինչ-որ լավ վերաբերմունք ես տալիս, բայց ինքը իր ունեցած փորձի պատճառով նույնձև ինքը չի կարող ոչ թե հավատա, այլ ընդունի լրիվ ու տեղավորվի նրա մեջ, որ էսի իրոք նենց ոնց կա, էլի սրատակ ոչ մի բան չկա թաքնված։ Նշա ես մտածում եմ, որ երևի ինչ-որ անկեղծության պակաս կա, բայց հետո մտածեցի, որ այն վատ փորձերը, որ եղել են, այդ դրանք պարտադիր չի կեղծավորության պատճառով տենց լինեն, կագրած կարող այնտեղ էլ լրիվ անկեղծ լինի ամեն ինչ ու քեզ անկեղծ անդադ պրետենզիաներ ներկայացնել, որտեղից որ քո մոտ այդ վախերը ձևավորվեն։ Ավելի շատ մտածում եմ, երևի adekvatության պակաս կա, որ պրոստը մարդիկ կանան դիմացինին ընկալեն որպես առանձին մարդ, իր կյանքով, то есть даже եթե դուք հիմա միասին եք, դուք մի մարդ չեք ամեն դեպքում, ինչքան է ձեզ իրար հետ լավ լինի, ու դուք ձեր միասնականը պտի կառուցեք, բայց դրա հետ մեկտեղ ամեն մեկը իր եսնը չպտի կորցնի ու առավել ևս ոչ մեկ չպտի մյուսի եսը փորձի ոչնչացնել, որ իր ուզած այդ ընդհանուրի իլյուզիան ստեղծվի, էլի, որտեղ այդ ընդհանուրը էլի պտի լինի, բայց դա հետ մեկտեղ դուք ամեն մեկը թե ոչ միտեղ չեք կորում։ Ու կարևոր է պրոստը ընդունել, որ ամեն մեկը ունի իր կյանքը, ոչ թե իր կյանքը նկատնում իր առանձին կյանքը, դա էլ է իհարկե, բայց դրա մասին չի խոսքս, այլ նրա մասին, որ ամեն մեկը առանձին մարդ է, իր պահանջներով, իր զգացածով, ու եթե քո պատկերացմամբ դուք պտի անեիք X բանը, չպտի մոռանաս, որ այդ ձեր հարաբերությունների մեջ դուք երկուսով եք, ու մենակ քո պատկերացումները չի, ու դիմացին կարա ինչ-որ բանի կարիք ունենա, որը կարա քո հետ կապված չլինի, դաժե այդ կարա լինի նենց բան, որը քեզնից առանձին պետքա լինի, հասարակ մենակ մնալ օրինակի համար, կամ ինչ-որ զբաղմունք, որը մարդ անում է ընկերների հետ, իրան հավես այդ ընկերների հետ անել, ու պետք է այդ մարդուն սիրելով ըտեղել այդ սերը չկորի, այդ դրա մեջ էլ սեր դնես, ոչ թե դրա մեջ ինչ-որ քեզ դավաճանված զգաս, այլ այդ մարդուն սիրելով նայես այն տեսանկյունից, որ ինքը երևի սրա կարիքը ունի, ու նենց նայես, որ եթե այս մարդը նենց չի ինձնից առանձնացած է կամ անդադ փորձում է ինձնից հեռու մնա կամ նման մի բան, դուս ինքը իմ հետ ամենք հարաբերությունների մեջ ենք իրար փոխադարձ տալիս ենք ինչ-որ բաներ, դες եթե սաղ օքի է ավցելեմ, ուրեմն այդ ամեն ինչի մեջ տեղ կարա գտնի նաև այդ մարդու առանձին ինչ-որ զբաղմունքները, կամ միգուցե դաժե ոչ առանձին, բայց ինչ-որ բան, որ կարող է քո պատկերացրածը չէր,
Բայց դու տեսնում ես, որ այդ մարդու համար դա կարևոր է այդ բանին։ Պրոստը ինձ թվում է պետք է նայել հենց այդ տեսանկյունից, որ այս մարդու համար էսի կարևոր է։ Կարող է ես դրա կարևորությունը չեմ տեսնում, բայց ինքը явно տեսնում է, ու ես իրան սիրելով պետք է իրան պատժեշ կանեմ այդ բանի մեջ։ Ինձ թվում է այդ այնքան ուժեղ բան է այդ տենց քոր պատժեշ կանելը դիմացինին, ոնց որ քեզ լրիվ մի կողմ դնես, մի կողմ դնես, որ դու ուրիշ բաներ մտածում, որ ուրիշ ձև ես ուզում ժամանակ անցկացնել եւ այլն, այլ պրոստը պատժեշ կանես իրան, որ դու ես ուզում, հարց չկա, ուրեմն այդ կանենք։ Հա, կարող է այդ պահին այդքան քո պատկերացումներով ամեն ինչ չգնա, բայց ես վստահ եմ, որ եթե իրոք այդ սերը, adekvatությունը ու հասունությունը կա, կարող է մի երկու անգամ դու տենց անես, բայց երրորդ անգամ արդեն քո դիմացինն է նույն ձև ուրախանալու, որ դու ինչ-որ բանով ոգևորված ես ու ինչ-որ բան ես ուզում անել, դաժե եթե էլի նույն ձև այդ իր պլանների մեջ չէր մտնում։ Ու արդյունքում դուք համ ունեք ինչ-որ ընդհանուր զբաղմունքներ, համ ունեք առանձին ձեր ինչ-որ բաները, բայց դրա հետ մեկտեղ այդ առանձինի մեջ ունեք լիքը պատժեշ կա մյուսի կողմից, ինչը կոմֆորտի ու ինչ-որ ազատության զգացողություն է տալիս։ Ու ինձ թվում է հարաբերությունների մեջ ունենալ ազատության զգացողությունը այդ շատ ուժեղ ու հարաբերությունները ամրացնող ինչ-որ բան է, որ դու չընկալես հարաբերությունները որպես ինչ-որ քեզ սահմանափակող բան։ Պարզը դրա մեջ ինչ-որ սահմաններ կան, բայց միգուցե այդ այն սահմանները չեն, որոնցից որ դու խուսափում ես ու որոնք դու կուզեիր, որ չլինեն քո կյանքում։ Բայց երբ որ քեզ քո ինդիվիդուալության մեջ են սկսում սահմանափակել, դες երբ որ ոչ թե հարաբերություններն են սահմաններ ստեղծում, այլ քո ընտրած մարդն է քո առաջ ինչ-որ սահմաններ դնում, այդ արդեն ինձ թվում է բացասական է ազդում հարաբերությունների վրա, որտեղ ինչ-որ ժամանակ կարող է կոմպրոմիսների գնաք երկուստե հաշվի առնելով, որ էմոցիաները ավելի վառ են լինում սկզբի շրջանում, դուք կարող եք լիքը բաներում ինքներդ ձեր դեմ գնաք, որ դիմացինը չնեղվի, բայց երբ որ էմոցիաները սոժը մի քիչ նստեն, արդեն ինձ թվում է էգոն ավելի վերաբարձրանալու, ու եթե դու այդ ազատությունը պատժաշկան չես ստացել, դու արդեն սկսելու ես մտածել, յանի դե թքած իրա բանի վրա, իրա նեղվելու վրա, նու շատ կոպիտ ասած, բայց դե ոնց որ ինչքան կարամ ես ինձ նեղեմ, որ ինքը չնեղվի, դե թո հիմա ինքը նեղվի, բայց ես իմ սրտով կամ ինչ-որ բան։ Բայց հավանաբար նման կետի չի հասնի ամեն ինչ, եթե դուք պրոստը ի սկզբանե ընդունեք, որ դիմացինի կյանքը մենակ քեզնով չի սահմանափակվում։ Ու դրանից չպետք է քեզ ինչ-որ արժեզրկված զգաս։ Ոչմ է հիվանդագին կապվածություն ու մարդով տարված լինելը ու նման բաները տանում են նրան, որ դու ինքդ քո ինդիվիդուալ, դու քո առանձին լինելն ես սպանում, բայց դիմացինդ կարա սպանած չլինի։ Ոչ ես իմ կարծիքով տենց առողջ չի, որ դու սպանես քո առանձին մարդ լինելը, բայց դաժե եթե պատկերացնենք այդ իրավիճակը, կողմերից մեկը սպանում է իր առանձին լինելը, իրան ընկալում է արդեն որպես միմիայն այդ երկու հոգու բան, սայուզ, բայց դիմացին մոտ կարող տենց տեղի չունեցել ու դրա պատճառով ինչ որ դիսբալանս է տեղի ունենում, որտեվ դու քո պատկերացումներում արդեն լյուբոյ գործողություն ձեր ընդհանուր է, իսկ դիմացինի պատկերացումներում չէ, բայց այդ նրանից չի, որ ինքը քիչ է սիրում կամ նույն բան, պրոստը այդ հիվանդագին բանը չկա։ Ավելի ինչ որ իմ պատկերացումներում ավելի adekvat մոտեցում է այդ մարդու մոտ, բայց դու քո եսը կորցնելով քեզ թվում է թե իր մոտ մի բան է ինչի, որ ինքը իրանը չի կորցրել։ Ոչմ չգիտեմ, ես չեմ ուզում որ տենց քննադատական հնչի այն մարդկանց հասցեին, ովքեր որ իրանց եսը կորցնում են, բայց ինձ թվում է շոտիկի այդ բան չի էլի առողջ չի մարդու համար։ Ոնց որ կարող է ինչ որ որպես
պատմություն, որպես ինչ որ գիրք կամ կինո, տենց խենթ ռոմանտիկ է այդ ամեն ինչը թվում, բայց այդ ինձ թվում է շատ կարճաժամկետ կարա հավես լինի, հետո այդ արդեն վախենալու է դառնում։ Ոնց որ ինձ թվում է այդ արդեն ոչ թե սեր է, ես նկատի չունեմ, որ այդտեղ չկա սեր, բայց այդ ոչ թե սիրո արտահայտումը, այդ կորելը, այլ ավելի շատ վախ է մենակ մնալու ու դրա պատճառով դու ուզում ես, որ դուք սենց ինչ որ երկու հատ պլաստիլինի պես պրոստը սենց խառնվեք իրար, որ էլ հնարավոր չլինի հետ բան անել, քանդել, որ դա մի մասա դառնա այդ սաղ։ Իսկ հենց բուն սիրո մեջ ինձ թվում է լիքը ազատություն կա ու լիքը դիմացինով հիանալ կա, որ դու ոչ թե հիանաս մենակ ձեզնով որպես զույգ, այլ քո համար դիմացիդ մարդ այնքան ինչ որ հավեսը լինի, այնքան ինչ որ մեծ արժեք ունենա, որ դու պրոստը սենց լրվես ու իրան նայես ու հիանաս հիանով, ինքն է քեզ նայի ու քեզնով հիանա, ու դու ուրախ լինես հետևելով իրան, իրա զարգացմանը, թե ինչ է ինքը դառնում, ինչ է անում, ինչն է իրան հետաքրքիր եւ այլն, ոչ թե վերցնես ինչ որ մի հատ մարդ, ու ասես չէ, սրանից հետո մենք իրար հետ ենք, արի հիմա հասկանանք ինչ ընդհանուր հետաքրքրություններ մենք ունենք ու սրանից հետո մենակ դրանք անենք, որտեղ մենք իրար հետ ենք, եթե իրար հետ ենք, ուրեմն всё, արդեն էլ առանձին ոչ մի բան չկա, դու խոսքի սիրում ես բասկետբոլ, ես սիրում եմ երգ, մենք երկուսս սիրում ենք կինո նայել, սրանից հետո մենակ կինո ենք նայում, ես չեմ երգելու, դու բասկետբոլ չես խաղալու, որտեղ մենք այդտեղ ընդհանուր հետաքրքրություն չունենք։ Այլ հակառակը հիանաս նրանով, որ մարդ ինչ որ մի բանով տարված է, ոգևորված է, ուրիշ հարց է ինչքանով է քեզ կպնում այդ իր հետաքրքրությունները ու զբաղմունքները, ու դրանից կախված արդեն մնում է մենակ ճոգես, դու այդ դրա մեջ ուզում ես խորանաս, թե չէ, այդ իր զբաղմունքների մեջ ուզում ես դու այդ դրանով հետաքրքրվես, թե չէ, թե ուզում ես հետաքրքրվես զուտ այնքանով, որ քեզ այդ մարդն է հետաքրքիր, то есть քեզ հետաքրքիր է թե ինչ է իրան հետաքրքիր, թե դու էլ ես ուզում այդ ամեն ինչի մեջ խորանաս, այդ արդեն ուրիշ հարց է։ Դու դրա մասնակից կլինես, թե չէ։ Բայց պրոստը ուրախանալ մարդով ու հարգել իր եսը, որի մեջ մտնում է նաև իր բնավորությունն ու զբաղմունքներն ու ամեն ինչը, ինձ թվում է շատ կարևոր է։ Դեռ ես վստահ եմ, որ շատ կարևոր է, ոչ թե ինձ թվում է։ Որ անգամ եթե խոսքի դիմացին տասի, գիտես ինչ, այսօր իրիկունը ուզում եմ ընկերուհիներիս հետ ինչ որ տեղ գնամ, որտև մեզ հավես է մենակ ընկերուհիներով ինչ որ տեղ գնալ, իրա մեջ մի գրամ վախ կամ կասկած չլինի, որ դու դրանից պետք է նեղվես, որ բա ինձ խի չես կանչում կամ նման բան, ոնց խի է քեզ ուրախ առանց ինձ։ Դաժե հիմա սենց ասում եմ, ոնց որ տարօրինակ է հնչում դաժե, բայց տենց կա ու շատ հաճախ է լինում մարդկանց հարաբերություններում, երբ որ իրոք վերջնական պրետենզիան չի բարձրաձայնվում տենց բառերով, բայց միտքը լինում է նրանում, որ խի է քեզ ուրախ առանց ինձ։ Խի է որ դու գերադասում ես գնաս ուրախանաս այս մարդկանց հետ, որտեղ որ ես չկամ։ Բայց դու ամեն ինչ չես։ Դու կարող ես ամենաշատ էմոցիա տվող մարդն ես այդ մարդու կյանքում, բայց դու իր ամեն ինչը չես ու պետք էլ չի որ լինես։ Դրա համար ինձ թվում է շատ կարևոր է, որ մարդիկ, երբ որ գտնում են իրանց բան, բայց այս իրականում էլի նույն մտքին եմ գնում, պրոստը մի քիչ այլ բացում, որ երբ որ գտնում ես քեզ համապատասխան մարդ, ինչ որ քեզ չկորցնես, իսկ կորցնել ասելով նկատի ունեմ չհրաժարվես քո կյանքից ու ունենաս քո ընկերները, ունենաս քո զբաղմունքները ու որտեվ մեծ հաշվով բոլորս ունենք ինչ որ զբաղմունքներ ու ունենք մարդկանց, ում հետ որ մեզ լավ է շփվել, կան մարդիկ ասում են, որ ընկերներ չունեն, բայց
պատկերացնենք ուղղակի մարդիկ ում հետ որ հավես է, տենց որ հաստատ ինչ որ մեկին կունենան։ Բայց երբ որ դու մտնում ես հարաբերությունների մեջ, պետք չի հրաժարվել այդ ամեն ինչից, այդ էլի քո կյանքի մի մաս կարա լինի ու դու կարաս ընդ շարունակես լիքը ինչ որ դրական բան ստանալ քո զբաղմունքներից ու քո շրջապատից։ Ու այդ չի նշանակում, որ դրանից պետք է քո հարաբերությունները տուժեն։ Մի քիչ իհարկե ժամանակը քիչ է вообще կյանքում ու դժվար է բալանս գտնել այդ ամեն ինչի մեջ, այսինքն դու համ ցանկություն ունես հարաբերություններին ժամանակ տրամադրելու, համ ընկերներին, համ քո ինչ որ մենակով զբաղմունքներին։ Ու պետք է բալանսը գտնել։ Բայց ինձ թվում է, որ շուտի էլի այդ բանի մեջ է, այդ եթե քո կողքի մարդը քեզ ազատություն է տալիս, ոչ թե ազատություն տիպը գնա ինչ ուզում ես արա, այլ ազատության զգացողություն, որ դու այդ մարդու հետ քեզ լարված չես զգում, որ դու քեզ զգում ես նենց ոնց դու կաս։ Ինձ թվում է այդ դեպքում այնքան հարցեր են լուծվում, որ չլինի այդ վախը քո մեջ, որ հեսա ինձնից կնեղանան, հեսա կպարզի, որ ես մի բան էլի սխալ եմ արել, խաց ես վրոդի մաքուր սրտով եմ արել ու մտքով չի անցել, ինչը կարա տեղ վատ լինի, բայց հեսա կարող եմ եկել ինձ պրետենզիա ներկայացվի, որ այս ինչ բանը դու չմտածեցիր, որ ուղիղ կպնելու է ինձ ու վիրավորի ինձ։ Որտեղ իմ մոտ անձամբ եղել է տենց, որ ինչ որ շատ անմեղ ինչ որ իրավիճակում ու շատ է տենց եղել, որ ինձ ներկայացվի ինչ որ պրետենզիա, որ то есть ես вообще просто ինչ որ բան եմ արել ու հետո պարզվում է, որ այդ շատ ուժեղ նեղացրել է մարդուն, բայց ես տրամաբանություն չեմ կարող ջոգեմ, то есть այդ մարդը ունի իր տրամաբանությունը, բայց ես вообще չեմ կարող բռնեմ այդ տրամաբանությունը։ Ու դրա պատճառով ես հաջորդ իմ քայլերը անելուց չգիտեմ, էսի ոնց կկպնի այս մարդը կնեղվի սրանից, թե չէ, դրա համար արդեն հաջորդ քայլերիդ մեջ ավելի sense ինչ որ հուշ տեղած ես, լյուբոյ բան անելուց, որը քո սովորական ինչ որ գործողությունն է, դու սկսում ես մտածել կարող հիմա ֆռա պարզի, որ ես էլ այս մարդուն կպնում։ Ու նույնիսկ մեկ է հանկարծ սկսում ես շփվել մարդու հետ, ով որ այն հարցում, որտեղ դու միամտորեն բայց շոժը քակ ես կերե ու դու էլ ես ջոգում, որ դու քակ ես կերե, то есть դու էլ ես ջոգում, որովհետեւ իրոք անախորժություն եղավ։ Այդ դաժե այտենց ինչ որ բան չի նախորդ ասածից, պես որ դու տենցը չես ջոգում, ինչու մեր խնդիրը։ Այլ ռեալ, то есть դու չէիր մտածել, բայց երբ որ քեզ դրա մասին ասում են, դու ջոգում ես, որ իրոք սիրուն բան չեմ արել ստեղ։ Բայց դիմացին դետի հայտնելուց դրա հետ մեկտեղ այնքան adekvat է գտնվում, որ ջոգում է, որ դու էդի մտածված չես արել ու ուղղակի քեզ որպես ինֆորմացիա հայտնում է, որ գիտես ինչ, այս ինչ բանը որ արեցիր, ինձ հավես չէր դրանից։ Տիպը ես ջոգում եմ, որ դու էդի մտածված չէիր արել, բայց պրոստ տեղյակ եղի, որ sense մոմենտ կար, ոչ նեղանալ, ոչ շուն բան։ Ու այդ երկու այս պարագայում ասած երկու, բայց ոչ էլիք է, sense փորձեր իրար sense խառնվում է ու դու արդեն ինչ որ բանի մեջ ես։ Խճիճված ես sense չես ջոգում, հիմա էսի հա, թե չէ, հիմա էսի հավատամ, թե չհավատամ, թե հիմա ես ասեմ հա, օքեյ, թեթեր նայեմ, բայց պարզի որ էս ինչ որ պատմություն է դառնում։ Դե համար հավես է, որ պրոստը ամեն մարդ իր վրա աշխատի, իր adekvatության ու երևի դաժե որ ավելի ինչ որ կոնկրետ բառով փոխարինեմ, ինքնաբավության վրա ամեն մարդ աշխատի, որ ինքը իրանից ինչ որ բան ներկայացնելուց բացի ինքը նաև գիտակցի ինչ է ինքը իրենց ներկայացնում, ինքը իր արժեքը իմանա, ինքը իրան ընկալի որպես առանձին մարդ, ջոգի պրոստը մաքուր ինքը իրան տեսնի, իր պլյուսներով է, մինուսներով, բայց ինքը ջոգի вообще ինքը ինչ է։ Ու այդ ինքը իր վրա աշխատելու արդյունքում նաև արդեն հարաբերությունները կլինեն առողջ ու դիմացին էլ չի տուժի այդ ամեն ինչից, չի դառնա ինչ որ մի ժամանակակից բարիզող ու արդյունքում համ այդ մարդուն հավես կլինի, համ իր դիմացինին հավես կլինի, համ հարաբերությունները թեթև կլինեն։ Ես իրականում պրոստը հույս ունեմ, որ այդ տենց աշխատում է երկարաժամկետ էլի, то есть ցավոք ես այդքան երկարատև փորձ չունեմ ինչ որ
նենց լավ բանի, որից որ չուզեմ հրաժարվել, то есть այնքան լավ լինի, որ ես էլ ուրիշ կողմ չմտածեմ էլ, բայց ես հույս ունեմ, որ այդ ձև առաջնորդվելով հնարավոր է ստեղծել մի հատ արժեք, որը որ ոչ մի բանի հետ չսի փոխարինես։